Բարի լույս սիրելի ընկերներ, այս հիշեմ այս հալին կամ մաքրեմ, թե չէ մեր աղջիկը երևի թե չի նկատում սա, հեչ լավ չեմ երևում, լավ։ Ընկերներ ջան, գնում ենք խանութներով, ճիշտ ասած ընտանիքիս անդամների համար մի քանի նվեր եմ նայում, մտածում եմ ամենաճիշտ տարբերակը երևի թե այստեղի լուքս ֆիրմաների կամ outlet-երը մի խոսքով գնամ, ամեն դեպքում լավ տարբերակներ ունենում են, ինձ թվում է ձեզ էլ հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ կարելի է գնել, դեպ շատ ինձ գրում եք նաև, որ մոտ ժամանակներս Հնդկաստան պետք է գնաք տուրիստ որպես, անպայման խորհուրդ կտամ, այն ագենտվայով որ գնում եք, որ քաղաքներում որ լինում եք, անպայման նայեք մարկային ֆիրմաների, մեծ հայտնի ֆիրմաների outlet-ը, հատկապես Levi's ֆիրման, jeans շալվարների համար շատ լավ outlet-եր ունի, գրեթե բոլոր կենտրոններում կան, բոլոր քաղաքներում կան, անպայման հարցրեք ձեր այդ ով լինելու է ձեր տուրիստ agent-ը, ում հետ որ գնում եք, որ նման խանութ տանի, լավ գնումներ կարող եք անել։ Ես էլ խնդրում եմ այստեղ Բանգլորում ապրողներին, ովքեր որ լավ outlet-եր գիտեն արդեն, այս տարածքում Electronic City, Bangalore, ինձ էլ ասեք, մոտ ժամանակներով ես էլ կփորձեմ բոլորը գնամ, այստեղ մի քանիսը կա, նախ Levi's-ն եմ ուզում գնամ, լավ Levi's-ի ասում եմ, որ լավն է, լավ տեսականի են ունենում, հետո գնանք տեսնեմ, հուսով եմ, որ ինձ հետ ոչ մի պատահար չի լինի այսօր։ Միասին գնանք երեխեք, այստեղ հեսա այս ներքևից տաքսի կկանչեմ, որ չգա մոլորվի, մեր մուտքերը խառնում է, ներքևից որ կանչեմ մի անգամից կհասկանա, թե ուր է գալու այդ տաքսի վարորդը, ու կշարժվենք։ What is this? The name, what is the name? The name Appalam. 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 This is Esransit Teselem Khanotserom. Esa. Appalam madam. There English. Okay, thank you. Thank you. Have a good day. Bye. Thank you. Հայ հեստեղ եմ եկել շողոտ, մեկը Levi's-ը, մյուսը Louis Philippe, այս մեկն է Zara, չգիտեմ ինչա, բայց այս Levi's-ի outlet-ում հիմնականում փուշ։ Շապորները 2059 արժեն։ Super skinny and nice. Hi. Սաղջիկը կողքս կանգնել է, շատ իր նայում ինչ արժի 3099 այս բլուզը այստեղ ոնց որ թե գները մի քիչ ավելի բարձր են ինձ թվում է ընկերներ սրա գույնը լավն է այս որպես շորել կարող լինի This is like a dress, 2,899 the price? Yes. There's no other price, right? Right there. I like the color of this one. But this is dress, right? Dress. This color also. Mm. 2 colors. Mm-hmm. I like this better. Telling the truth. And normally you don't have for children? Or only in here you don't have? Yeah, jeans-ի շալվար եմ վերցրել փորձեմ, տեսնեմ ոնց կլինի, չափը 30 համարն է, բայց ասում եմ ուրիշ գույներն էլ ունի,
գույնը այդքան դուրս չի գալիս, ասում եմ փորձի տեսնենք չափը եթե քոնն է, գույները ցույց տամ։ Ճիշտ ասած, այս գույնն էլ վատը չի, ինչ եք կարծում, ընկերներ։ Մի քիչ։ Այս մասը չնայած դուրս չի գալիս, փորի հատվածը ոնց է նստում։ Բայց կարա գույնից լինի։ Դասեմ թող ուրիշ գույն տա։ Just a second. Որ ճիշտն ասեմ, ստեղի ակնեցը այդքան դուրս չեկա, այս դիմացը մի երկու բաներ կա, խանոտ, ուրիշ մարկաներ են չեն մտնում, այդ աղջիկներից ասում էին, այդեղ լավ պայուսակներ կան, աչի կարելի աղջիկներ, հմփոց դսեցի, ասից տեսնեմ այդ ինչա, մնում ամենակ ես փողոցը հասկանամ, ոնց կարամ անցնեմ, որ կամ կողանամ այս կպտուկներին վճարեմ, ասեմ, փողոցը անցկացնել, տեսնեք։ Ստեղ անցնեմ տարբերակին չկա, ամդեղ բանա, հակա, զաշիկնի էդ բանա, տեսնեմ։ Այս հետևի հատվածում գտնվող բրենդներն են, Van Heusen, եկեք կադրը մոտիկացնեմ, մեկը այս Van Heusen, չգեմ ինչա, բանով դրնա չէին կամեդերքում, այնտեղ Elon Solis, Twin Birds, Peter Enter, and Blackberry. Այս Blackberry կարելի է երևել։ Բայց ոնց անցնեմ փողոցը։ Կամ ես գնամ տուն, վաղը տաքսում խնդրեմ այս բորլետը տեղ տանի։ Բայց նայում է տեսնե այս Blackberry-ն ինչ ֆիրմա է, հնդկական ֆիրմա է։ Դեմ դժվար թեսու և իչ եմ գնալ։ Ինչ տեսանք եսել ընկերները դեր։ Գնամ տուն, հետո կհանդիպենք։ Ժամն այկել Ալեքսիս, լավ տաքացա, որ մինչև եկա տուն հասա, կուրկաս հանելը, բայց առավոտը սառնոտ էր։ Մի քիչ ժողովուրդ, ուզում եմ ձեր հետ նորաձևությունից խոսամ, ոչ թե նորաձևությունից խոսամ, այլ վերջին փոփոխություններից վերաբերվելու է լաքշրի նորաձևությանը։ Աղջիկներից մեկը գրել է Լանա ջան, քո ինչին է պետք է լաքշրի դասերին մասնակցելը։ Իրականում այս մենակ լաքշրի դասերին չի վերաբերում, բայց մինչև այս հարցին պատասխանելը, ասեմ աղջիկներ ջան, այնքան ուրախ եմ լինում, որ ինձ տարբեր հարցեր եք տալիս, որովհետև երբեմն կարող է լինի, որ ինչ-որ հետաքրքիր թեմա կարա լինի, որ ես չմտածեմ այդ մասին, կիսվեմ ձեզ հետ, ասեմ, ու շատ հնարավոր է, որ մեկին մի հարց ջան, կովն իմ գալուստն է, ասում եմ մուտո ջանա, մենակե չի գնում, կողքից էլ երկու հատ թռչուններ ունի, վայ լնա ես ոնց կադրը մոտիկացնեմ, հələ այս տեսարանը նայեք, այդ թռչունները ինչ է, սենց հետը հավասար դուրս եկան քայլելով, ոնց որ պահապանները լինեին մեր հորթուկի, բայց գնում է հորթուկս, ճանապարհը սա, ոնց որ աղոթում։ Հիմա ինչ անեմ, աղջիկներից մեկն է մի ուրիշ հարցեր ասել, որ ասում եմ մեկից թռիչք անեմ մյուսին, բայց քանի որ մեր հորթուկը եկավ առաջ ընկավ, եկեք լավ հորթուկից պատմեմ, հետո կանցնեմ մեր նորաձևությանը։ Հարցնում էր Լանա ջան, ինչու են կովերը ինչ-որ նշանակություն ունի, որ քաղաքում են ու նաև այդ կովերը տեր ունեն, թե տեր չունեն։ Հիմա ասեմ, ուրեմն կովերը իրանց համար իսկապես սուրբ են համարվում, ինչի են սուրբ համարվում, ջանա, սուրբ են համարվում, որովհետև կովերին նմանացնում են մորը, կնոջը, որովհետև երբ որ կովը հորթուկ է ունենում, հորթուկ ջանա սա, մամային է կորցրել իրա ինչ է անում, մույա անում, հա մույա անում։ Կոնկրետ ինչի է այս մարդկանց համար կովը այդքան ոնց որ սուրբ համարվում, իրանք նմանեցնում են մորը, մորն են նմանեցնում, որովհետև
մայրն է լույս աշխարհաբերում իր երեխային, հետո կերակրում է կաթով, մի խոսքով այդ մայրական բանն են էլի նմանացնում դրա համար, դա է հիմնականում, հետո ասել եմ էլի, որ կովի բոլոր 5 սուրբ են համարվում, դա է կովի տված կաթը, կովի տված մածունը, կաթը մածունը յուղը, չիշիկը և աթարը համարվում են 5-ն էլ սուրբ։ Ասել եմ արդեն, դե կաթ բոլորս օգտագործում ենք, յուղը իրանք օգտագործում են, մածունն էլ են շատ օգտագործում, հայերի նման, համնա նման հայկական մածունին, միգուցե թթվաշությունը հայկական մածունին նման է և իր արտաթորանքը։ Նույնիսկ կան հինդուիզմի ժամանակ որոշ բաներ կան, այդ իրանց թեմպլներում, տաճարներում կան միջոցառումներ, որոնց ժամանակ շատ քիչ խառնում են կովիկի այդ բանը, որ տալիս են հավատացյալներին, որ ուտեն, մի քիչ բանից են խառնում, ինչ է անունը, մեզից մի կաթիլ, մի քիչ ամեն ինչից խառնում են մի խոսքով ու նշմար, հա, նշմար են ասում։ Հիմա կոնկրետ չեմ հիշում որն է, որ բանի ժամանակա, բայց այդպես շատ խիստ հավատացյալ տոներ կա, կարող եք Google անեք, նայեք, տեսնել թե որն է կոնկրետ, եթե ձեզ հետաքրքիր է։ Հետո կովը տերեր ունի, թե ոչ, այո, տերեր ունեն, հանգիստ են թողնում են, այդ կովերը գնում են, ինչ գտնում են ուտելու, ուտում են, հետ են վերադառնում, կամ իրանք կողքերն են լինում։ Ասեմ ավելին, կովերի համար կան վիջիլանտներ են կոչվում, մարդիկ, ովքեր որ նայում են, հանկարծ որ ոչ ոք չվնասի կովին։ Եթե այնտեղ իրանք հատուկ հեռախոսահամարներ ունեն, որ կարող են նկարել, եթե ինչ-որ մեկը փորձի վնասի կովին կամ ինչ-որ մի բան, իրանք անմիջապես այդ կարան նկարեն, կարան տվյալներ ուղարկեն, մի խոսքով էլի, անդադ կա մեկը, ով կողքից նայում է, որովհետև այդ կովերը բան են, անձեռնմխելի են, եկեք ասենք։ Կովերի հետ կապված հետաքրքիր ավանդույթներ էլ ունեն, օրինակ, աշկներից մեկը ասեց, որ եթե նոր տուն են օրինակ կառուցում, կովին կարան բերեն տուն, այնքան են ուտեցնում այդ կովին, որ կովը կեղտոտի տանը, ոնց ասեմ, թրիկ լինի տանը, դրանով օժնվի։ Կամ տունը կառուցում են ու մեզը ցպնում են տան վրա, որպեսզի այն հաջողություն բերի, կամ նոր գործ են դնում։ Մի խոսքով սուրբ մերոն է համարվում, ասենց ասեմ, կովի պիպին։ Բայց հարկավոր է ամեն ինչ ընդունել այնպես, ինչպես որ իրանց ամեն կրոն ունի իր բանը, չի նշանակում, որ պետք է քննադատում ենք, չէ, ուղղակի ծանոթանում ենք, իմանում ենք, ես էլ ուղղակի որպես ինֆորմացիա եմ ասում, որ մարդիկ եթե չգիտեն, որ իմանան։ Ալեքսս եկավ, դրա համար խոսքս կիսատ մնաց։ Հա ինչ է ասում, խոսքս կիսատ մնաց, դրա համար եմ ասում, երկիր մոլորակի վրա այնքան ժողովուրդներ կան, իրենց կրոնով, իրենց հավատքով, իրենց մշակույթով, պետքա կարողանանք ընդունենք, հասկանանք, որ մեր համար շատ անսովոր բան կարա լինի, բայց ամեն դեպքում այս մարդիկ էլ իրենց մշակույթով, իրենց կրոնը ունեն ու այդպես են ապրում։ Կովերին վերաբերվող այսքանը Shouldn't do it and just died. Բանա, խխունջի մեջը չի էլի, խխունջի շելնա, շելը ոնց են ասում։ Տունիկնա, խխունջի, այս կաղքով։ Ինձ թվում է կովերի թեման այսքանն էր, հիմնական հարցին պատասխանեցի, որ այո տերեր ունեն, սովորական է իրանց համար, որ քաղաքում է քայլում, այդպես ով որտեղ
ունի, որտեղ պահում է, այնտեղ է թողնում է, կովերին չեն վնասի հաստատ միանշանակ, որովհետև ասում եմ կան վիջիլանտներ են կոչվում, ովքեր որ նայում են, հետևում են, որ հանկարծ ու ոչ մի հինդու թույլ չի տա, էլի, որ հանկարծ չգիտեմ make to see is inside or not. Ինչը You know, Էդի կարաս տանես տուն լվանաս, խուխնջը տա լվացի, ու կարաս տնես ձկանըտ տան մեջ, make a website. ձուկետ շատ ուրախ But we կլինի, have to open it up. հա կբացենք էդի, We can put some rocks. դե ռոք կա մեջը, չէ, քարեր կան արդեն գունավոր, Candy that is can send the water. դե շատ բան է չէ, պիտի այդ ձկանը տեղ թողենք, որ ձուկնել, չէ, կարող է սաղ քարերը հիմել հավաքես, տանես լսնես, ձկանը տեղ չլինի են, Some leaf. Ջեսը Ալեքսի համար կարդում է բարի գիշերը, քնելու ժամն է ու ես կարդում եմ նորությունները, ժողովուրդ, սարսափել եմ, չգիտեմ ոնց ասեմ ուղղակի ուրիշ բառերով այս ամենը, թե էդ երախուն, էդ իրա հայրն է եղել, թե չգիտեմ ինչ ընտանեկան պայմաններ են եղել, որ կարդացի, որ հայրը երեխուն 3 տարեկան իրա ձեռքերով խեղդել է ու հետո տեղից տեղափոխել ուղղակի են ուղեղից մեջ չի դասավորվում, ոչ մի բան չեմ անում, որ ասում եմ ոնց կարա հայ մարդը սենց բան անի ու նշանակություն չունի արյունակից երեխայա թե ոչ, որովհետև տարբեր բաներ են գրում այնտեղ ու ուղղակի ապշահար եմ եղել, չգիտեմ ոնց ասեմ, դրա համար բառեր չկան, ոնց կարա մարդը իր երեխուն տենց խեղտաման անի, ժողովուրդ ուղղակի ուղեղից այդ ամենը, այդ ինֆորմացիան դեռ չեմ կարողանում վերարտադրեմ, ինչքան մարդ պետք է սառնասիրտ լինի, որ կարողանա այդքան բուջուրի վրա, ինչև ընկերներ, այսօր նաև խոստացա, որ մի փոքր խոսեմ տնտեսությունից, խոսալս էլ չի գալիս, բայց ամեն դեպքում, որ որոշել էի ու սկսել եմ բլոգի ընթացքում, եկեք շարունակեմ, ինչ է ինձ տալիս այս լաքշրի դասընթացները, հենց ես որ ասեցի, սա ինքը բավականին լայն մասշտաբներում կարող ես օգտագործել, լաքշրի լուքս դասի ապրանքները, գիտեք, ինքը շատ հետաքրքիր նաև, ինքը կապված է նաև տնտեսության հետ, այսինքն լաքշրի դասը առնում են այն մարդիկ, ովքեր որ կայուն են ու այն պետությունները, որտեղ որ տնտեսականը աճ է գրանցվում։ Այս դասընթացները ոչ միայն հարկավոր էր ինձ այն բանի համար, որ ես, չգիտեմ, գնալու եմ վաղը հեսա լաքշրի խանութում վաճառողուհի աշխատեմ, ինքը իրականում շատ լայն ընդարձակ դասընթացներ է, ընդհանրապես ցանկացած սպասարկման ոլորտում, եթե ուզենաս աշխատել, դա քեզ պլյուս է ու նաև իմանաս լաքշրի այդ լուքս դասի ոլորտը, ինչին են ուշադրություն դարձնում եւ այլն։ Ընդհանուր առմամբ եւ եթե պատկերացնում եք, որ իրենց համար հաճախորդ գտնելը բավականին դժվար է ու լուքս դասի այդ մասնագետներ, ովքեր այդ ոլորտում են աշխատում, իրանք շատ բանիմաց մարդիկ են, ովքեր թե տնտեսագետներ են, թե ամեն ոլորտից կան, որպեսզի կարողանան գտնեն երկիր մոլորակի վրա այն մարդկանց, ովքեր կգան իրենց շուկա առևտուր անելու համար, գնումներ անելու համար իրանց մոտից։ Այս դասընթացները ծածկում է, օրինակ երևի թե գիտեք, որ ոչ միայն ֆեշնն է, հագուստներն են, նորաձևությունն է, այլ նաև գինիները, շամպայն, կոնյակ, առանձին բրենչը, առանձին ճյուղա, ճամփորդությունները, չէ որ կան լուքս դասի ճամփորդություններ,
fashion-նա, զարդերն են առանձին experience-նա։ Ինձ կոնկրետ շատ հետաքրքիր է, միշտ հետաքրքրել է ճամփորդությունները, իսկ Լուքսդասի ճամփորդությունները, դրանք հիմա շատ ակտուալ են։ Իդեպ ասեմ, չգիտեմ, գիտեք թե չգիտեք, որ կոവിഡ്ից այս կողմ Լուքսդասը շատ հաճախորդներ է կորցրել, մոտավորապես 40%-ով իր շատ անկում է ապրել, միլիոնավոր դոլարներ է կորցրել, հիմա քիչ սկսում է բարձրանալ։ Ինչ եք կարծում, մեկնաբանություններում կարող եք գրել, որ երկիրն է, որ հիմա իրանց սլակները ուղղել են դեպի այդ երկիր, որ գիտեմ, որ այդտեղից իրանք կարող են գումար ստանալ միլիոնավոր առաջիկա 10 տարիների ընթացքում եւ եթե պատկերացնում եք թե ինչ հանճարեղ մասնագետներ են իրենց թիմում աշխատում, տնտեսագետներ են աշխատում, ովքեր որ ոլորտը ուսումնասիրում են, տեսնում են, որ որտեղ է առևտուրը լինում, որտեղ են Լուքսդասի գնումներ անում, որտեղ չեն անում, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնեն, ինչի վրա պետք է աշխատեն։ Հիմա գաղտնիք բաց եմ ասեմ, որ կոവിഡ്ից այս կողմ եվրոպական երկրները ու Ամերիկան ամենաքիչն են Լուքսդասից օգտվում, նաև եվրոպական շուկայում շատ են իրենք կորցրել, որովհետև այս կոവിഡ് ասածը իրանց սովորացրեց եվրոպացիներին, որ գումարի հետ հարկավոր է զգույշ լինել, փողի հետ հարկավոր է զգույշ լինել ու շատ իրանք գնահատում են փողը չեն ծախսում լուքսի վրա, հատկապես երիտասարդները, եվրոպացի եւ ամերիկացի, հա, եվրոպացիներին են հիմա աշխատանքներ տարվում, երիտասարդների, որպեսզի մեր տարիքի ու ավելի մի generation ներքև Gen Z ենք ասում, որպեսզի իրենց բերեն դեպի իրանց շուկա, մեր generation-ը գնումներ չի սիրում անել հիմա Լուքսդասից, որովհետև նախընտրում են ավելի շատ, ավելի մատչելի, ավելի հեշտ հասանելի հագուստներից կամ այդպես Լուքսդասին չեն վճարում, հա, ինչ որ եթե պետք է մի պայուսակի համար, չգիտեմ, 4-5-6-700 $700 վճարի կամ եվրո վճարի, նախընտրումը դրա նման, դրա ոճի ավելի էժան։ Հիշում եք ես եւ եթե մի քանի տարի առաջ, 1 կամ 2 տարի առաջ, ովքեր որ ինձ հետևում են դեռ վաղուց, կհիշեն ես Zara խանութների մասին, որ ներկայացնում էի, բերեցի օրինակ, որ դեռ այդ մի քանի տարի առաջ իրանք բողոքում էին, որ մինչեւ նայեք այդ դիզայները աշխատում է, չէ, ստեղծում է հագուստը, որից հետո կազմակերպվում է Իտալիայում, Ֆրանսիայում մեծ ցուցահանդես, որին ներկայացնում են իրենց դիզայներական հագուստները, ու այդ fashion show-ի ժամանակ Zara-ն արդեն սկսում է մեկ ամիս չանցած, Zara-ն արդեն արտադրում է այդ fashion-ի ընթացքում ցուցադրված հագուստները, իսկ Լուքսդասի այդ հագուստներին ավելի շատ ժամանակ է հարկավոր, մոտավորապես 8 ամիս իրանց հարկավոր է, որպեսզի իրանց այդ ցուցադրած հագուստները դուրս գա խանութներ, ցուցափեղկեր արդեն իրանց խանութներում լինի, այսինքն մինչև ինքը իր արտադրածը հանում է արդեն շուկա խանութներ, Zara-ն արդեն շատ շուտվանից այդ ամեն ինչը մի փոքր ձևափոխումով վաճառում է։ Երբ որ մեղադրանք էին առաջադրել Zara-ի տնօրինությանը, ղեկավարությանը, որ դուք գողանում եք ոնց որ թե Լուքսդասի մտքերը գաղափարները, իրանք ասել են, որ ոչ մենք չենք գողանում ոչինչ, մենք ուղղակի ոգեշնչվում ենք այդ ցուցահանդեսների ժամանակ ու ստեղծում ենք մերը ոգեշնչվելով, այսինքն ոչ ոք չի կարող իրանց դատել, որովհետև մի փոքր ինչ-որ մի բան կոճակի տեղը փոխելով, մի փոքր բան փոփոխություն անելով, շատ ավելի մատչելի գնով իրանք վաճառում են այն ինչը, որ երիտասարդները այսօր արագ-արագ Zara-ից են գնում կամ այդ դասի, այդ գնային սահմաններում, կամ որ պետք է Լուքսդասի գնումներ անի։
Իսկ հիմա պատկերացրեք, թե որ երկրում են իրանց սլակները ուղղել, որ երկիրն է ամենաշատ գնումները անելու լուքս դասի։ Չինաստանը ժողովուրդ։ Առաջիկա 10 տարիների ընթացքում Չինաստանի երիտասարդությունն է, ովքեր որ հիմնականում ճամփորդում են, նոմեդները, ովքեր որ գնում են ինչ-որ ժամանակ աշխատում են գալիս են, մի խոսքով ֆինանսական լավ անկախություն են ձեռք բերել ու հենց լակները ուղղված է իրանց վրա, որ առաջիկա 10 տարիների ընթացքում Չինաստանը լինելու համար առաջին լուքս ապրանքներ գնող երկիրը։ Ներգրեք նաև, որ իհարկե Չինաստանին չի հասնի, բայց Հնդկաստանը եւս որոշակի տեղ կունենա այդ առաջիկա 10 տարիների ընթացքում, որովհետև միջին խավը կազմում է մի որոշակի ձեռքները արդեն ոնց որ գումար կա, եկամուտ կա ու մի որոշակի մասն է կազմում բնակչության ու իրենք էլ եւս սիրում են գնումներ անել լուքս դասի, որովհետեւ դա նաեւ ցույց է տալիս իրենց ֆինանսական բարելավ վիճակը, ասենց ասենք։ Հաջորդ հետաքրքիր բանը հիմա տղամարդկանց ասեմ, որ առաջիկա 10 տարիներին, քանի որ կանայք այն ֆենոմեն ասվածն է գալիս, որ գումարը ավելի շատ կանայք են աշխատում հիմա, կանայք հետաքրքիր ուսումնասիրություն է արվել, կանայք հիմա ուշ են ամուսնանում, ամուսնանալուց ունենում են 1-2 երեխա, հիմնականում, հա, ես տոկոսային առումով կլինեն իհարկե 3, բայց նախկինի նման չի, որ չգիտեմ 4-5-6 կինը մինային տանը, եփում թափում եւ այլն, հիմա նեղություն, հիմա շատ ուշադրություն դարձնում իր ուսմանը, ուշ ամուսնանում, ուշ երեխաներ ունենում ու քիչ երեխաներ ունենում, 1 կամ 2-ը, որ հնարավորություն է տալիս իրան աշխատելուց էլ աշխատում է բավականաչափ գումար ու կանայք հիմա ավելի շատ են որոշումներ կայացնում տանը, թե ինչ են ուզում ինչի վրա, պետքա գումար ծախսվի, ուր պետքա գնան հանգստանալուց, որ հյուրանոցում են մնալու, մի խոսքով կանայք որոշումները, այսպես ասած, վերցրել են իրենց ձեռքը ու առաջիկա 10 տարիների ընթացքում դա ավելի խորանալու է, դա գալսաներեն, որ իրանք արդեն աշխատում են։ Ինչ ուզում ես ասամ, միևնույն է, ինձ հետ կարող են մարդիկ համաձայնվել, կարող են չհամաձայնվել, սակայն դա բնությունն է այդպիսին, ով որ գումար շատ է աշխատում, ինքս ինքյան ավտոմատ կերպով, ոնց որ իշխանությունը իր ձեռն է գալիս, պապս հին մի խոսք ուներ, ասում էր ֆինանսը պայոտ ռոմանսի, իրականում դա այդպես է, նշանակություն չունի, դա ընտանիքում է թե ոչ, ինչ որ չափ կա, եթե ինչ որ մեկը պետք է զիջի, եթե հակառակ դեպքում այստեղ գալիս է որ կինը ավելի ինքնավստահ է, աշխատում է եւ այլն, եթե զիջելու խնդիր է լինում, ավելի շուտ զույգերը բաժանվում են, քան ինչ որ մեկը մյուսին զիջելն է լինում։ Ինչևէ ասածս ինչա, որ դա ուսումնասիրված է, դա ես չեմ ասում, որ առաջիկայում կանայք ավելի են ներգրաված լինելու այդ որոշում կայացնելու մեջ ու իրենք հենց գնելու են բրենդային, ամեն դեպքում իրենց սլակները նաև դրա վրա է ուղղված, որ կանայք են գնումները անելու ու կանայք են որոշելու։ Այսքան ընկերներ, երևի թե ես Ալեքսիս եկավ, տանում Ալեքսիս քնացնեմ, տեսնեմ, եթե էլի ինչ-որ բաներ լինի, կքննարկենք, եթե չէ, այսքանը կլինի մեր վլոգը, բայց մի քիչ էլ բան կար ասելու, այսա քնացնեմ երեխուն ու գամ շարունակեմ։ Այսա բարի գիշեր Ալեքս։ Բարի գիշեր։ Մազերը թավանում ես, ես ասում եմ մազերը թավանում եմ սենց։
անկապ հավաքել եմ ուղղակի։ Ալեքսի հետ արդեն տեսակ, կարճ տեսա նյութ է տեղադրել, որոշել եմ Ալեքսի հետ որոշ ժամանակ կարճ տեսա նյութեր։ Korean. Yeah, Korean and Japanese, very famous. Did you try? Ալեքսը տարել էր, ջեսը քնել էր, տարել ասմա, daddy try, daddy try. You want to try now, honey? No, my goodness. Okay. So it's kind of a konjac. Այստեղ հեսա գտնեմ ինչա, չգիտեմ կարող ասեմ բանջարեղենա թե ջելեյատիպ ինչ որ միրգական բանջարեղեն, կոնջակա կոչվում ոնց որ թե ու ոնց որ դրանից եմ պատրաստում սա ընկերներ եկեք մի հատ բացեմ շատ հետաքրքիր է մեջ դեռ չեմ փորձել Ալեքսը փորձելը որն է գնաց եկավ մամի մի հատ էլ դեղցի համով է ես չէի ուզում այդ ժամանակ չփորձեցի Օլա լստը գիտեմ երևում է Սնչելի է Վերջին սաղ ծպկվեց Հավես բանա Popular product in Japan and Korea. Կորեայում էլ, Ճապոնիայում էլ հայտնի պրոդուկտ է։ Կարելի է էլի փորձել ժողովուրդ։ Տարբեր համեր ունեին, լիչի ունեին, այս դեղցներ, էլի մի երկու բան էլ կար։ Ես անգամ որ գնամ կվերցնեմ։ Հիմա ես հասկանում եմ, թե Ալեքսը ինչի է հավանել։ Գնացածը պահեմ, կամաց կտամ, մինչև մյուս խանութ գնալը։ Այստեղ կարամ հիմա ասեմ ձեզ bye bye. What is this, a combination of rice?